երբ որ մենք խոսում ենք Քնեսետի որոշումից կամ Քնեսետում դեռևս չկայացած քննարկումից կամ նրանից թե Ադրբեջանին հաջողվել է կասեցնել թե ոչ, ես համարում եմ, որ Ադրբեջանին շատ հնարավոր է, որ հաջողվել է կասեցնել դա։ Ինչու՞։ Որովհետև այստեղ շահեր կան ձուլված իրար եւ Իսրայելի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնսոլիդացված արևմուտքի շահերը, որոնք բոլորը ուղղված են Իրանում պետականության վերջնական փլուզմանը եւ այս մեգա հարցը փորձում են լուծել ամենառացիոնալ ճանապարհով, ինչպես միշտ արել են ամերիկացիները։ Իրենք ամենառացիոնալ ճանապարհով են անում եւ իրանք բարձ հասկանում են։ Մենք միշտ իզորու ենք մտցնել ինչ որ ռազմական ուժ, ռմբակոծել, հարվածներ հասցնել, բայց երբ որ տևական պատերազմ սկսեց, մեր ժողովուրդը հոգնում է Այդ տևական պատերազմից ձանձրանում է, տեղական պատերազմից եւ ստիպված ենք լինում նույնիսկ հապշտապ հանել մեր զորքերը տարբեր երկրներից։ Իրանի դեմ պատերազմում առանցքային դերակատարություն հատկացվում է Ադրբեջանին։ Ադրբեջանը ունի իր հայտարարությամբ 150,000-անոց բանակ, իհարկե դա ուռճացված թիվ է, իմ հնարավոր բոլոր այսպես ասած դիտարկումներով դա ուռճացված թիվ է, բայց այնուամենայնիվ դրանից կարճել են։ Բերել այստեղ ավիակիժներով, ծովային ճանապարհով հնարավոր ռեզերվ, որը ցամաքային օպերացիաներ կիրականացնի 92-93 միլիոնանոց Իրանում եւ վերջին հաշվով կբերի երկրի սեգմենտացիային, այսինքն աղճատմանը երկրի, դա հնարավոր չէ ուղղակի։ Առանց հյուսիսից այդ բանակի ուղղակի հարձակման։ Հիմա դիտարկենք մնացածը։ 5 միլիարդի զենք է տրվել Ադրբեջանին։ 5 միլիարդի կառուցվել են բազաներ, որոնց մասին բոլորս տեղյակ ենք, համաշխարհային հանրությունը տեղյակ է, ոչ մեկը այդ ինչպես ասում են պոլիշինելի գաղտնիքն է, էլի, որպես այդպեսին, չկա այդպիսի գաղտնիքներ այլևս։ Այդ զորքը պետք է մտնի հյուսիսից, որպեսզի ոտքի կանգնեն այնտեղ 20 միլիոն եւ ավելի գտնվող ադրբեջանցիները։ Պատկերացնելի ամենամահացու հզորագույն հարվածը։ Ադրբեջանը իհարկե հասկանում է, թե ինչպիսի վտանգի առջև է ինքը կանգնում այս պայմաններում, բայց ախր 101 անգամ Իսրայելի գեներալները, պատասխանատու քաղաքական այրեր հայտարարել են, որ հաղթանակը հայկական ռազմաճակատում, այսինքն Ղարաբաղի հայազերծումը ըստ էության, դա հետևանքն է նրա, որ մենք օգնել ենք Ադրբեջանին, թե չէ Ադրբեջանը հաղթողը չէր հայերին։ Ոչ մի դեպքում։ Նույնիսկ Յակով Կեդմին ուղղակի հայտարարեց, որ դե մենք միշտ իմացել ենք, որ Հայաստանը կա բոլոր ժամանակներում, չկան քարտեզներ մեր իմացած հռոմեական եւ այլն, որում Հայաստանը նշված չլինի անհիշելի ժամանակներ, Ադրբեջանի մասին չգիտենք ոչինչ։ Սա զանգ է, սա էլեկտրոդ է մտցված Ադրբեջանի մեջ, որով ցավացնում են Ադրբեջանին, որ հիշացնում, այսինքն մենք քեզ տվեցինք այդ հնարավորությունները, մենք քեզ տվել ենք հնարավորությունները, դու կառուցել ես անքանակ հսկայածավալ ճանապարհներ եւ անքանակ կամուրջներ, ինչի համար ես կառուցում այդ լայն ամեն ինչը, ռազմական գործողություններ իրականացնելու, ինչու բնակեցված չեն են տարածքները, որոնք դու հայտարարում ես, որ իբր թե հետ են բերել, իհարկե, որովհետեւ դա ռազմական բախման գոտի է լինելու, եւ այդ պայմաններում իհարկե նրա ասած խոսքը, որ դե եթե ուզում եք, ուրեմն պետք է Քնեսետը չնայի այդ հարցը, իհարկե դա կունենա ազդեցություն, որովհետև նորից եմ կրկնում, Պակիստանին փորձել են անել նույնպիսի առաջարկներ, ես նույնիսկ նշել եմ, թե երբ է դա եղել, բայց այդ առաջարկները, ինչպես տեսնում ենք այսօր, այնքան էֆեկտիվ չեն եղել, որտեղ Պակիստանի հետևում կանգնած է Չինաստանը, որը որևէ կերպ շահագրգռված չի այդպիսի զարգացումների մեջ, իր համար մեծ վտանգ տեսնելով Իրանի խորտակման դեպքում ինքը ուղղակի կանգնում է, չի կարողանում զարգանալ, որովհետև այնտեղից դուրս եկող ամեն ինչը պայմանավորում է նաև Չինական ժողովրդական հանրապետության զարգացումը, որպես մեգա տնտեսական զանգված։ Հիմա ինչ ենք մենք պատկերացնում։ Եթե Պակիստանը այնտեղից ոտքի չկանգնեց, Բելուջիստանը չփորձեցին այնտեղից գրավել եւ այնտեղից մտնել, Պակիստանի բանակը չկա այս գործի մեջ, ով է մնացել։ Մնացել է միայն Ադրբեջանը,
մասամբ քրդերը, որոնք հրաժարվեցին վերջին գործողությունների ընթացքում, այս վերջին պատերազմական գործողությունների ընթացքում մուտք գործել, որովհետև նախորդում Թուրքիան առանձին կոտորեց նրանց եւ տվեց տվյալները, որպեսզի պարսկական ուժերն էլ այնտեղ մուտք գործած քրդերին կոտորեն, որտեղ քրդական գործոնը ուզում է ոչնչացնել իր տարածքից։ Եվ մենք կանգնում ենք փաստի առաջ, այո, գլխավոր հարվածային ուժը հանդիսանում է Ադրբեջանի բանակը, որը ծնել ենք, կարգավորել ենք, բերել հասցրել ենք ՆԱՏՕ-ի նորմատիվներին։ Հասցրել ենք ՆԱՏՕ-ի նորմատիվներին, այնպես ինչպես Ուկրաինայի բանակը։ Հիմա դու ինչից ելնելով որ կարող ես ասես, թե բայց մտնեմ որ չմտնեմ, ոչ, դու պարտավոր ես այս հարց հարաբերությունների մեջ պաշտպանել մեր շահերի վեկտորը, մեր շահերի ուժագիծը։ Դա ասում է Իսրայելը։ Այո։ Դա ասում է Իսրայելը, որովհետեւ նրա համար հասկանալի լինի, որտեղ Իսրայելին մենք ինչքան ենք ձեր եթերում քանի անգամ եմ ասել, որ Իսրայելի հատուկ ծառայությունները Ադրբեջանում ունեն ավելի մեծ իրավունքներ գործելու ժամանակ, քան Ադրբեջանի ծառայությունները։ Այսինքն դուք ուզում եք ասեք, որ հայերի ցեղասպանության այս հարցը, որը Իսրայելը կառավարությունը որոշեց, սա լրացուցիչ լծակ էր Ադրբեջանի վրա ներածելու համար, հրաշալի իմանալով Ադրբեջանի, հրաշալի իմանալով Ադրբեջանի արձագանքը եւ կախվածությունը, սա գործիք էր, որպեսի նվիրել Ադրբեջանին չճանաչումը եւ ստանալ Ադրբեջանից ինչ որ բան, այսինքն գործարք էր հայոց ցեղասպանության հարցը։ Ստանալ Ադրբեջանից ամենակարևորը ուղղակի ռազմական գործողություններին մասնակցություն սեփական բանակի ողջ հզորությամբ։ Չճանաչելով հայոց ցեղասպանությունը, այո։ Չճանաչելով։ Ասելով որ կճանաչենք, հետո հետ կանչելով։ Եթե դու ասում ես, որ ես ճանաչում եմ հայոց ցեղասպանությունը, դա Ադրբեջանի համար այն զանգն է, որ նոր էլ է տեղի ունեցել հայոց ցեղասպանություն։ Ղարաբաղի ժողովրդի, իհարկե, մարդաթափությունը տարածքների, մշակութային եղերն է։ Աստվածին, ես նույնիսկ հուզվում եմ մի քիչ, որ կանաչ ժամը հայտարարվել է, որ նոր կառուցված է։ Պատկերացնում եք այդ բանը, քանդել տարել են, քանդել հավաքել թափել են։ Շուշիի կանաչ ժամը։ Շուշիի Հիմա ոնց հասկանանք այդ բանը, էլի, որ ինքը չի հասկանում, այդքանը, որ եթե հայոց ցեղասպանությունը ճանաչվեց, այդտեղից սկսվելու է խոսակցությունը, իսկ վերջի ցեղասպանությունը որ եղավ ինչ, հնգանիշ բազմություն հայերի ստիպեցին գաղթել, ոչնչացնելով, սպանելով, այրելով, կտրատելով, բռնաբարելով եւ այլն, ու այդ ամեն ինչը հնարավոր չի ոտքի հանել նորից Ադրբեջանի դեմ, որը բոլոր կողմերից փակված է։ Դա Իսրայելը հրաշալի հասկանում է։ Շատ լավ հասկանում է։ Եվ ձեր կարծիքով էլեկտրոդը մտցնում է, երբ պետք է այդ հոսանքը միացնում է ցավը զգում են, իրանք դիմում են, հա, իրանց ազդեցությունը այնքանով է, որ իրանց կարիքը այսօր օդի ջրի նման կա, որովհետև Իսրայելը հասկանում է, որ ուրիշ այդպիսի պրեզիդենտ Ամերիկայում, որը Իսրայելի շահերը կսպասարկի, հնարավոր է եւ չլինի մերձակա պրեզիդենտների մեջ։ Ոնց են կանելու։ Ես ավելացնեմ, որ ասենք լրիվ համամիտ եմ Վարդանի հետ, նա բանը այդ որ սնել մեծացրել Ադրբեջանը, Իսրայելը, ես գալիս եմ 1920 թվականից էլի, ես նկատեմ սիոնիստական։ Շատ կներեք, էլի, մենք խնդրում էինք, որ այդ գենոցիդի ժամանակ Իսրայելը զենք չտար Ադրբեջանին։ Դե ինչ տվել ես արդեն, էլի, չէ, շարունակում էր զենքը տալ։ Այո, նույն կերպ Ադրբեջանը շարունակում է նավթը տալ եւ Թուրքիան էլ վաճառում է այդ նավթը Իսրայելի վրա։ Այսինքն խաղեր են դրանք սա։ Հա, Շարունակեք։ Եվ ջուրն է գնում Իսրայել, բանը Իսրայել Թուրքիայից եւ նավթն է գնում անխափան, որը հիմնական ռեսուրսներն են դե գոյատևելու համար։ Այո։ Հիմի ես ավել ասեմ, որ ասենք այդ գործիք անպայման օգտագործելու է եւ պատահական չի, որ 150,000-անոց իրանական բանակը հիմի կանգնած Ադրբեջանի քանի տարի սահմանին 150,000, ընդ որում ընտրված է այնպես, որ այդ բանակի մեջ հիմնականում ադրբեջանցիներ չկան, իրանական ադրբեջանցիներ չկա, չնայած իրանական ադրբեջանցիներ եւ այս ադրբեջանցիները
ինչպես կարելի էր ասել, это большая разница, էլի, շատ մեծ տարբերություն կա, բայց իրանք անխնաց նաև ներսից հարվածներ են հասցնում Ադրբեջանի, հարվածները հասցնում են այնտեղ, որտեղ Իսրայելի ինքնաթիռները չեն կարող հասնել խփել, ասենք Թուրքմենիայում եկող երկաթգիծը, նոր երկաթգիծը, այս օրերս երկաթգիծը Չինաստանից եկող Պարսկաստան, Իրան իջնող երկաթգիծը ռմբակոծվել է, ոչնչացվել է մի հատված, որը անվիճելիորեն Իրանը ճանաչում է, որ Ադրբեջանից է հարված։ Եվ Ղալիբաֆը որ եկավ։ Հիմա սրանից հետո պետք է իրանք չզիջեն այդ հարցում։ Եթե այնտեղ այդ հնարավորությունները իրանք օգտագործում են, ոչ մեկն էլ ծպուտ չի հանում։ Ղալիբաֆը եկավ եւ ըստ էության հասկացեց, որ իրենք բոլորը հիշում են եւ գալու է պատասխանի ժամանակը։ Ուղղակի իրենց ձեռքերը մի կապվածա չեն զբաղում, նոր ասենք այդ Ադրբեջան կոչեցած այդ պրոքսի խայտարակ երկիրը, որ արդեն դարել է միջազգային ահաբեկչության կենտրոն եւ այլ, օգտագործել է նաեւ ռուսների դեմ։ Այս վերջի 3 առաջ օրվա այդ MPZ-ները նավթային այդ վերամշակման գործարանները Սիբիրին պայթացնել։ Բոլորը գիտեն, դրա համար ՆԱՏՕ-ի հավաքին վերջին օրերս տեղի ունեցած ելույթ ունեցավ Զելենսկին եւ Զելենսկին հայտարարեց, որ մեզ օգնող երկրները հիմա թվարկում են մի քանի երկիր, որոնց մեջ Ադրբեջանը գլխավոր օգնողների մեջ էր, մարդը այո, որ դեպքում պարոն Խաչատրյան այնուամենայնիվ այս դավադրապաշտական այս տեսությունները մի կողմ կդրվեն եւ Քնեսետը իսկապես կճանաչի հայոց ցեղասպանությունը այնպես, ինչպես նախատեսել է Իսրայելի կառավարությունը։ Լսեք, ընդհանրապես Քնեսետը որևէ ցեղասպանություն չի ճանաչել։ Այն առումով նա համարում է, որ միայն ցեղասպանությունը տեղի ունեցել, ասենք, հրեաների հետ, խոլոկոստն է դա, վերջին հաշվով դրա վրա է հետազոտված, դրա վրա են ստեղծված միջազգային օրենքները եւ այլն, եւ իրենք այդտեղ համարում են, որ պետք է ունենան մենաշնոր, երևի թե դա էլ իրենց շահերի սպասարկումն է, որը մեկը թող դրանից շատ չնեղվի, որովհետեւ իսկապես նրանք շատ բան են արել այդ հարցում եւ հիմա ունեն գերակայություն եւ այդ մոնոպոլիան իրենց ձեռքից բաց։ Այսինքն դուք համարում եք, որ զարմանալի կլինի ոչ թե որ չճանաչեն, չենք զարմանա, որ չճանաչեն, այլ շատ զարմանալի կլինի, եթե Քնեսետը այնուամենայնիվ ճանաչի։ Իհարկե, որտեղ ես լավ գիտեմ այն գաղափարաբանությունը, որի վրա նստած է ներկայիս իշխանությունը։ Դա Վլադիմիր Ժաբոտինսկու գաղափարաբանությունն է, այսինքն այսպես կոչված քաղաքական հրեականության խոշորագույն գործիչներից մեկի Ամերիկայում վախճանվել, հետո բերվել Իսրայելում կնոջ հետ միասին թաղվել են եւ այլն, նրանց գաղափարաբանության շրջանակը չի ենթադրում, որ այդպիսի տեղաշարժ կարող է լինել, մենք այն ինչը ունենք, ինչը սպասարկել ենք, դա մեր մոնոպոլիան է։ Եվ մեր վերաբերմունքը մյուսների հանդեպ պետք է լինի միայն մեր շահերի տեսակետից տվյալ պահին եւ անխնա։ Ասում է Իսրայելը։ Ասում է Ժաբոտինսկին, որը դարձել է այսօր նո այսպես ասենք, էլի Ժաբոտինսկու քարտուղարը Նեթանյախուի հայրն է եղել, ինչից ելնելով աներևակայելի թափանցված է ինչպես ինքը, նույնպես եւ Լիկուդ կուսակցությունը, որ այսօր ինձ թվում է ամեն ինչ փոխվում է, այնպես չի, որ այդ հայեցակարգերը մնալու են նույն որոշումների վրա, ոնց որ ասենք ժամանակին հայտնի պատճառներով Նոբելյան մրցանակ չէին շնորհում հայերին, ուղղակի հենց որտեվ Նոբելի վտակի մեջ կար, բայց տեսանք վերջի ժամանակներս մի քանի հայ բացահայտ հայեր ստացան Նոբելյան մրցանակ։ Բայց ինչից հետո, որ ամերիկյան դատարանը ստիպեց, որ բացեն եւ ցույց տան, թե ինչն է պատճառը։ Տեղել նույն բանն ալնելու, երբ որ Ադրբեջան թուրք Դե ամեն անգամ պետք է հարցահասնի նրան, որ մի 10 հոգի չստանա կամ 5 հոգի չստանա, եւ վերջին հաշվով դատարանը պարզի, որ այն ժամանակ հա դե լավ, ոչինչ լավ դե չի եղել։ Բանը իմ պատկերացումն է, որ ամեն ինչ շատ արագ փոխվում է եւ նենց չի, որ պլանավորել են տենց էլ լինելու է, Ադրբեջանին պետք է օգտագործեն